Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ ենք զրուցելու։ Բարի օր, պարոն Հոկտանյան։ Այսօր դատախազությունը հայտնեց, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով ինչ ծավալի գումար, խոսքը միլիարդների մասին է, պետությունը ցանկանում է գանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ընտանիքից։ Անցած տարիներին դատարան են ուղարկվել 100-ից ավելի հայցադիմումներ, ավելի քան 527 միլիարդ դրամի, հարյուրավոր շարժական եւ հազարավոր անշարժ գույքի բռնագանձման պահանջով։ Բայց 7 տարվա ընթացքում ինչպես ստացվեց, որ այդ միլիարդների կորուստը այդպես էլ հետ չի բերվում։ Հայտարարվում է այդ մասին, սակայն շոշափելի արդյունքը այն է, որ հատիկ առ հատիկ խորագրի ներքո մի Range Rover, մի ավտոտնակ, մի սպորտային կենտրոն է պետությունը հասցրել վերադարձնել։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Տեսեք, որքան ես տեղյակ եմ, հետևելով դատախազության հաղորդագրություններին եւ նաեւ որ ամեն տարի դատախազությունը գլխավոր դատախազությունը ներկայացնում է տեղեկանք կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ մի փոքր ավել գումար է իհարկե բռնագանձվել, քան թե ձեր ասած այդ թվերն են եւ բնական է, որ իհարկե դա բավարար չի է, այդ հարցում ես ձեզ հետ համաձայն եմ, թեկուզ մի քիչ էլ ավել, քան թե դուք ասում եք, դա շատ քիչ է, եթե մենք հիմք ընդունենք այն հայտարարությունները, թե ինչքան է թալանվել։ Հիմա կան իհարկե բարդություններ, որտեղ եւ վերջերս էլ եթե հիշում եք, դա հաճախ նաեւ հենց վարչապետը նշեց, որ դժվար է։ Պետք է այդ ամենը լինի օրինական հիմքերով։ Հենց այստեղ էլ երևի գլխավոր խնդիրն է գալիս, որտեղ օրինական հիմքերով այդ ամենը այսինքն դա ինչ է նշանակում, ապացուցել, որ դրանք իսկապես ապօրինի ծագում ունեցող գույքեր են։ Դա ապացուցելը դա ոչ միայն Հայաստանի, այլև շատ այլ երկրների օրինակներ նույնպես կան։ Ես ձեզ մի այսպիսի բան ասեմ, 2019 թվականին Հոնկոնգում ես մի սեմինարի մասնակցում եւ այնտեղ ինձ դա առավել հիշվող, այսպես ասած, դրվագներ ելույթ ունեցողներից մեկը հայտարարեց, որ միջին հաշվով 1-ից 1.5%-ն է հնարավոր լինում վերադարձնել այդ ամբողջ աշխարհի դա ուրեմն վիճակագրությունն է, ոչ թե ասենք նույն Հոնկոնգի կամ այլ երկրների։ Դա իսկապես շատ բարդ գործընթաց է եւ եթե ինչ որ երկրում որոշում են դա անել, պետք է հաշվի առնեն շատ ու շատ բարդություններ։ Առաջին հերթին այդ ապացույցներն են, որ պետք է եթե իսկապես մենք օրինական ձևով ենք այդ ամենը ուզում անել, ապա պետք է ապացուցենք, որ դրանք իսկապես ապօրինի ծագում ունեցող են։ Եվ եթե դուք տեղյակ եք վերջերս էլ Սահմանադրական դատարանը ելնելով Վենետիկի հանձնաժողովի դեռևս 2 թե 2.5 տարի առաջ այդ նրանց հայտնած կարծիքից այս օրենքի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի որոշակի ուրեմն նկատառումներ էր հայտնել, որոնցից Սահմանադրական դատարանը մեր երկու կարևոր, այսպես ասած, ուղղորդող, ասենք, թե ինչ է, հանձնարարականներ էր տվել, որը բավականին լուրջ խնդիրների է բերելու։ Առաջինը, որ այդ գույքը պետք է ապացուցվի, որ ձեռք է բերվել տվյալ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակ, դա առաջին, եւ երկրորդը այդ պաշտոնավարման ժամանակ կոռուպցիոն հանցագործության հետևանք է։ Հիմա եկեք պատկերացնենք նույն ձեր բերած օրինակը, դա ինչ է նշանակում, հենց այստեղ է բարդությունը։ Դա նշանակում է, որ իր պաշտոնավարման ժամանակ, ինքը նախագահ է եղել 10 տարի, չէ՞։ Պաշտոնավարման ժամանակ եղել են ուրեմն քննիչներ, դատախազներ, որոնք հիմա կապացուցեն, որ եղել է
իր կողմից կոռուպցիոն հանցագործություն։ Հիմա եկեք հասկանանք դա հնարավոր է թե ոչ։ Այսինքն հետին թվով ապացուցելը դա չեմ ասում անհնար է, բայց լինելու է շատ բարդ, որտեղ այստեղ կա մի կարևոր հանգամանք։ Մենք երբեք չենք եղել իսկապես ժողովրդավարական երկիր այդ տարիներին, չենք եղել օրենքի երկիր եւ բնականաբար այդպիսի ուրեմն բացահայտումներ նույնիսկ ասենք եթե եղել են թերթի լրատվամիջոցների մակարդակով է եղել եւ ոչ ասենք գործը հասել է դատախազություն կամ քննչական մարմինների եւ այլն։ Սա բավականին բարդացնում է, դա է նաեւ պատճառը, որ եւ իրավապահ մարմինները եւ դատախազությունը եւ հիմա էլ այս խնդիրը որքան հասկանում եմ շատ լուրջ խնդիր է դառնալու արդեն դատաքննության ժամանակ, որտեղ նույն հակակոռուպցիոն դատարանները հանդիպելու են եւ առաջինացյանի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանները հանդիպել են լուրջ խնդիրների, որտեղ նրանք պահանջելու են, որ լինի ապացույց, որ կոնկրետ այս գույքը, ես նայեցի ինչքան գույքերի մասն է խոսքը գնում, այդ գույքը եղել է ինչ-որ կոռուպցիոն հանցագործության արդյունք։ Սա իսկապես չգիտեմ ինչպես է դա արվելու։ Դա է պատճառը, որ պետք է շատ ուշադիր քննվի այդ ամենը եւ հուսանք, որ ինչ-որ մի դրական արդյունք կստացվի այդ ամենը։ Պարոն Հոկտանյան, երբ որ այս ժամանակաշրջանում է նման հայտարարություն արվում իրավապահ համակարգի կողմից, սա արդյոք կոնկրետ նպատակ է նաև հետապնդում, որտեղ հասկանում ենք, որ առաջիկայում ընտրություններ են եւ արդեն իսկ խոսակցություններ կան, որ փաստորեն նորից այս հայտարարություններով փորձում են մեծ թվեր հնչեցնել, բայց ձեր ասած այդ թվերը բերել այդքան էլ հեշտ գործ չէ։ Այո, այստեղ ընդ որում այստեղ կարող է շատ լուր ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ սա նաև ունի քաղաքական նպատակ։ Քաղաքական նպատակ, որում ես մի քիչ հումորով եմ մոտենում այդ փորձերին նորից խաղալ այն խաղը, որը կար, ասենք 2021 թվականին, այսինքն նախկիններ ներկաներ, հալանչի նախկիններ եւ հրեշտակ ներկաներ, այսպես ասած հակադրությունը փորձել նորից կրկնել բայց գիտեք այս 4 տարվա արդեն 26-ին կլինի 5 տարվա ընթացքում էապես փոխվել են նախընկալումները քաղաքացիների որովհետեւ շատերի մոտ արդեն կա այնպիսի կարծիք գոնե հարցադրում իսկ ներկաները արդյոք նույն բաները չեն անում ինչ որ նախկիններ այսինքն եթե թալանչի նախկին ենք ասում ապա իսկ ինչ է ներկաները թալանչի չեն եւ հենց այս անցյալ շաբաթ չորեքշաբթի օր այդ հարց ու պատասխանի վարչապետի այդ ռեակցիան անիֆի հետ կապված այդ հարցի հետ եթե հիշում եք սա կարող է շատ վնասակար այսպես ասած ազդեցություն ունենա հենց իշխող քաղաքական ուժի համար որ ընկնելով նախկինների թալանացի հետևից փորձում են աչք փակել գցելով այդ ամենը իրավապահ մարմինների վրա եւ այլն երբ որ արդեն խոսքը գնում է ներկաների թալանից եւ ես միշտ ասել եմ դա շեշտել եմ որ այստեղ պետք չեն երկակի ստանդարտներ այսինքն եթե դուք այսպես ասած սկզբունքորեն եւ խստությամբ գնում եք նախկինների թալանացի հետևից նույնքան սկզբունքորեն եւ խստությամբ պետք է գնաք ներկաների հետևից եւ կարծես թե հասարակությունը սկսել է ընկալել դա այսինքն եթե դուք չեք գնում ներկաների թալանի հետևից ապա այդ դա արդեն ունի զուտ քաղաքական նպատակ որը բացահաշվի առնելով նաեւ ընդհանուր հիասթափությունը տարբեր ոչ կոռուպցիոն այսպես ասած պատճառներից ելնելով դա ուղղակի չի աշխատի այս խնդիրը սա է նաև բայց այն որ այո քաղաքական նպատակ դա ունի դրանում կասկած չկա եւ չեմ էլ զարմանա եթե
ընտրություններից հետո, եթե մնան իշխանության էլ քաղաքացիական պայմանագիրը այդ գործերին ընթացք չի էլ տրվի, ինչպես չտրվեց եւ դրանից առաջ, ասենք 21 թվականից հետո։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, հիշեցնեմ զրուցում էի Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։